Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այսօր կներկայացնեմ մի կլինիկական դեպք, կտամ մի երկու պարզաբանում, որոնք այս վերջի իմ լայվերում որոշակի հարցերի պատասխան կլինեն։ Այս լայվերից առաջացած որոշակի հարցերի պատասխան կլինեն։ Ուրեմն պացիենտը միջին տարիքի կին, որը ունենում է մոտ 1 տարի շարունակ անկանոն տիպի աղիների անկանոն աշխատանք, ավելի շատ լուծերի տեսքով, ունենում է որովայնի ցավեր, հատկապես սպորտից ներքև տեղակայված, եւ դիմում է գաստրոենտերոլոգի, այսինքն դիմում է ինձ, որպեսզի այդ հարցը լուծենք։ Պարզաբանենք նախ ինչա կատարվում, հետո հարցը լուծենք։ Լսելով պացիենտի գանգատները, բնականաբար ինչ ենք անում, զրույցից հետո հաջորդ քայլը լինում է սոնոգրաֆիկ հսկողության բորովայնը ստուգելը։ Սոնոգրաֆիկ հսկողության բորովայնը ստուգելու ժամանակ ես բոլոր օրգանների սոնոգրաֆիան առանձին չեմ դիտարկի, հաստաղու վերջնամասում, հաստաղին ամբողջ աղիքային համակարգի վերջին 1-1.5 մետրն է, դրա վերջնամասը վերջին մոտ կես մետրն է, որտեղ արդեն տուալետի պատրաստությունն է։ Գնում այսպես ասած օրգանիզմը պատրաստվում է աղբահանության։ Ահա վերջի մոտ կես մետրի տեղամասում կամ ավելի վերջի 30 սանտիմի տեղամասում տեսնում ենք սոնոգրաֆիկ ահա այսպիսի պատկեր։ Ես հիմա լույսը անջատեմ, որպեսզի ավելի լավ տեսնենք։ Տեսնում ենք սոնոգրաֆիկ ահա այսպիսի պատկեր, ես հիմա կփորձեմ պատկերը մեկնաբանել։ Այս ընդհանուր պատկերի մեջ համարենք, որ բժիշկն էլ ոչինչ չի տեսնում, ինչպես ձեզ համար սա հիմա թվում է սուրճի բաժակ, բայց սուրճի բաժակ չի։ Ուշադրություն ենք դարձնում, կենտրոնացնում ենք ուշադրությանը ահա այս ստրուկտուրայի վրա, որի ներսում տեսնում ենք հիպերեխոգեն, սպիտակ, այսպիսի պատկեր։ Նրանք, ովքեր փորձված սոնոգրաֆիստներ են, այս պատկերը տեսնելուց կարող ենք հասկացել, որ սա արգանդն է, բայց սա արգանդը չի։ Սա հաստ աղիքն է։ Ինչի է սա արգանդի նման, որովհետև ինչպես արգանդը ունի նեղ խոռոչ եւ ահագին մկանային հաստացած հաստ պատեր, արգանդի կառուցվածքն այդպիսին է։ Այնպես էլ հաստ աղիքը տվյալ դեպքում փոխանակ ունենա բարակ 2-3 մմ-անոց պատեր եւ բավականին արտահայտված խոռոչ, հակառակ պատկերն է։ Պատերը մի քանի միլիմետրից հասել են մինչև 1 սանտիմետր հաստության, իսկ խոռոչը հակառակը նեղացե, տափակ է, փոքրացել է։ Ահա, պատերը ահա պետք է լինեին սրանից մոտ 5-6 անգամ ավելի բարակ, բայց տեսեք ոնց են հաստացել, եւ խոռոչը նեղացել է։ Խոռոչը պետք է լիներ, ահա, նորմալ հաստաղիքը սա է։ Տեսեք, այս է նորմալ հաստաղիքը, որտեղ այս բարակ սև երևում է պատը եւ լուսանցքը այն ինչի մա ճեղքանման է։ Այստեղ այսպես լայն լուսանցք է։ Ավելի ներքև չի երևում, որովհետև ստվերի տակ է մնում, ավելի ներքև պատկերը եւ այդ ստվերը գալիս է այս աղիքային պարունակությունից ու գազերից։ Սովորաբար այսպիսի ստվեր տալիս են կամ քարը կամ գազերը, կախված որ օրգանն ենք նայում։ Այստեղ մենք տեսնում ենք ստվերը գալիս է աղիքային պարունակության գազերից։ Ահա նորմալ աղիքը սես պիտի լինի, բայց մենք դրա փոխարեն տեսնում ենք ահա այսպիսի պատկեր։ Ավելին այստեղ եւ միգուցե նաեւ այստեղ սև գիծը, այստեղ հստակ, սա հեղուկի նշան է։ Այսինքն մենք ունենք հեղուկ աղիքից դուրս։ Հեղուկը չպետք է լինի աղիքից դուրս։ Կանանց մոտ միայն արգանդի հետևում կոնքում կարա լինի այսպիսի հեղուկ, քիչ քանակի, որ համարենք ֆիզիոլոգիական, այսինքն բնական, նորմալ։ Չպիտի այսպիսի բան լինի։ Հələ տեսեք, թվում է թե սոնոգրաֆիան դա մի հատ բարդ բան է, չէ՞։ Հա, իհարկե բարդ բան է, բայց եթե թարգմանում ես, պարզաբանում ես, ահագին հեշտ հասկանալի է դառնում։ Ինչ է սա։ Եթե բարակ այս հաստաղիքը արգանդի պես դարել այսպես հաստ պատերով նեղ խոռոչով, սա նշանակում է առաջին հերթին ու ռուցք, թեև երբեմն կարա բորբոքումն էլ այսպիսի պատկեր տա, բայց բորբոքումը փոքրինչ այլ պատկեր է տալի, ոչ այսպիսի, մի օր բորբոքումը ցույց կտամ,
թեև արդեն ցույց տվել եմ, բայց մի օր հենց այս տեղամասի բորբոքումը ցույց կտամ ինչպես է լինում։ Այսօր խոսում ենք ուռուցքի մասին։ Շարունակում ենք այս պացիենտին հետազոտել հենց այս աղիքի հատվածը, մի րոպե կներեք, աղիքի այս հատվածը, սա էլ այդ նույն աղիքը մի փոքր այլ դիրքից նայած։ Էլի ուշադրությունը հրավիրում ենք այս տեղամասի վրա, տեսնում ենք, որ այսպես ճեղքանման, բումերանգի նման, խոռոչի նեղացում, լուսանցքի նեղացում եւ պատերի հաստացում, ահա, պատերի հաստացում, դեֆորմացված, ահա։ Սա այդ նույն աղիքն է։ Սա էլ այդ նույն աղիքն է, ստե հաստացած պատը, էսի աղիքն է, ահա այսպես, այսա չգիտեմ, աղիքն է թե վերադրված է, երևի թե վերադրված է, լավ, այսպես, այս էլ էլի ճեղքանման լուսանցքը։ Այդ նույն պացիենտի մոտ տնտղում ուսումնասիրում ենք, տեսնում ենք լեղապարկում պոլիպ, սա սևը լեղապարկն է, այն մնացածին ուշադրություն չենք դարձնում, այս մնացածը լյարդն է, ստեղ աղիքային գազերից ստվերն է չի երևում, սա երևի թե ստորին սիներակն է, ստույգ չեմ կարող հիմա ասել, մի խորհուրդ վաղուցվա նկարներ են էլի սրանք։ Ուրեմն այստեղ պուճուրիկ տեսեք պոլիպը, լեղապարկում տեսնում ենք պոլիպ, այստեղ էլ է լեղապարկն է, եւ այստեղ լեղապարկում տեսնում ենք գորշ գույնի պոլիպ, տեսանք։ Սրանք սարսափելի բան չեն, թեև այս պոլիպը ավելի ուշադրության կենտրոնում պետք է պահենք, ասենք 6 ամիսը 1 կամ 12 ամիսը 1 ստուգելով, բայց հիմա դա չի էական։ Ստեղ մենք լյարդն ենք տեսնում, ստեղ կարևորը լյարդում մի հատ կալցինատ, ինչի է լյարդը այս դեպքում կարևոր։ Ընդհանրապես հաստաղիքի քաղցկեղների ժամանակ մետաստազը առաջի հերթին ու բացի ռեգիոնալ լիմֆատիկ հանգույցները, այսինքն այդ աղիքի շրջակայքում եղած ավշահանգույցներում է մետաստազ տալիս, դա դեռ ոչինչ, ավելի մեծ պրոբլեմա, երբ որ դեպի լյարդ է մետաստազ տալի։ Հաստ աղիքի ուռուցքները առաջին հերթին, եթե մետաստազ են տալի, տալիս են դեպի լյարդ։ Ահա թե ինչու լյարդը մանրակրկիտ պետք է ուսումնասիրվի եւ հայտնաբերվի այնտեղ ուռուցքային հետևանքներ, ճյուղավորումներ, այսպես ասած, եթե այդպիսիք կան։ Տվյալ դեպքում այս պացիենտի մոտ լյարդի ստուգումից մենք մետաստազներ չենք հայտնաբերում, բայց ահա ինչ ենք հայտնաբերում, կրակալման այսպիսի զոնա, հա, կրակալման այսպիսի զոնա ենք հայտնաբերում, դա հեչ, դա լուրջ պրոբլեմ չի։ Առանձնակի այդ դեղապարկը ավելի մանրակրկիտ ուսումնասիրելով վզիկի շրջանում տենում ենք քարային, այս սպիտակը, քարային կամ քարատիղմային զանգված, դա էլ հեչ իրան չի անհանգստացնում։ Հա, ստեղ ինչ ենք տեսնում։ Ստեղ տեսնում ենք, որ նայեք, էսի արդեն երբ որ ուռուցքը նեղացնում է որոշակի տեղամաս աղիքի, դրանից վերև աղիների գալարները լայնանում են, լցվում են պարունակությամբ եւ մեր դեպքում մենք ունենք մասնակի աղիքային անանցանելիության պատկեր, ոչ ամբողջական, ոչ վերջնական, այնուամենայնիվ լուսանցքը որոշակի թողում է, հա, թողունակությունը ապահովում է, բայց եթե քիչ ծամած, վատ ծամած, հատկապես միրգ բանջարեղենային կտորներ են սննդի մեջ լինում, ապա այդ դեպքում լուսանցքը ժամանակավոր կարա խցանվի եւ մասնակի աղիքային անանցանելիության պատկեր է ստեղծում, դա էլ իր հերթին բերում է անցողիկ ցավերի, այսինքն այդ ցավերը կրկնվող բնույթը ցավերը պացիենտի մոտ կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև վերջնականապես աղիքը փակվի։ Հիմա մասնակի անանցանելիություն, հա, ստեղ տեսնում ենք, ուրեմն աղը գալարն է, բարակ աղու գալարն է, էսի մի գալար, էսի մյուս գալար։ Տեսնում եք, ես երկու հատ ոնց որ ժապավեն լինի։ Ժապավենի եզրերը աղիքի պատն է, իսկ այս մեջը հեղուկ պարունակություն։ Աղիքը ըստ երևույթին ահա այսպիսի աղը գալարը մասնակի անանցանելիությամբ, այդ նույն գալարները մասնակի անանցանելիությամբ, եթե այսպես կտրեմ, ոչ թե երկայնական, այլ այսպես ուրեմն սկան անեմ, կտրեմ, ապա կտեսնենք այսպիսի կլոր պատկեր եւ այստեղ ազատ հեղուկ, սև ազատ հեղուկ։ Իսկ այս աղիքային հեղուկը ինչի սև չի, ինչի է սենց գորշ, որովհետեւ սա պղտոր հեղուկ է։ Ահա այս սևը զուլալ հեղուկ է,
թափանցիկ հեղուկ է, սա այս վերևինը ու սա էլ պղտոր հեղուկ է։ Հետո ինչ ունենք, ստեղ ունենք արդեն հաստ աղիքի, տեսեք ամբողջական այսպես լեն ժապավ են, սա հաստ աղիքի, տեսեք գրել եմ, կոլոն ասցենդենս, այսինքն վերել հաստ աղիքի, էլի մասնակի անանցանելիություն վիճակն է այդ պացիենտի մոտ, նու այս դեպքը գրեթե անհնար է, հա չդիագնոզես։ Եթե խուճապի չմատնվի բժիշկը, այս կլինիկական դեպքի ժամանակ սոնոգրաֆիա անելուց, այստեղ այնքան անուղղակի նշաններ կան աղիքի վնասման, որ գրեթե այն ուռուցքը գտնելը գրեթե անհնար է, որ չստացվի։ Միակ դեպքը, որ չստացվի, եթե բժիշկը հետազոտության ժամանակ խուճապի մատնվի, էլ չուզենա հետազոտությունը շարունակի, մտածի, որ մեկը պիտի կոմպյուտերնիկ տոնոմոգրաֆիա անեն կամ կոլոնոսկոպիա անեն, զոնդով մեկը պիտի նայեն, թեև դա լրացիչ հարցեր առաջացնում, հա, մի խոսքով, էս էլ այդ անանցանելի աղիքն է, ստեղ էլ ինչ, հա, ստեղ նորից այդ աղիքից մի հատված, այդ ուռուցքից մի հատված ճեղքանման լուսանցքով մնացած սև ինչ-որ տեսնում եք արդեն պատեր են, ստեղ ավելի լավ է երևում, այդ ուռուցքից մի հատված և ճեղքանման պատերով։ Այս հիվանդի ճակատագիրը, հա, շարունակենք քննարկել, բա ինչ եղավ այս պացիենտի հետ։ Այս պացիենտին նախ ինչ ենք նշանակում, հարգելի գոլեգաներ, այս հետաքրքիր քննարկումը, հատկապես ովքեր նման դեպքերի հետ կարող են ժամանակ առ ժամանակ առնչվել, հետաքրքիր քննարկում է, հիմա ինչ ենք անում, չէ, լագիչնի է, որ գնաս կոլոնոսկոպիա անես, բայց իհարկե կոլոնոսկոպիայի ես այս պացիենտին չեմ ուղարկում առաջին հերթին։ Թվում է, թե զոնդով աղիքը նայելը ամենահավաստի մեթոդն է, որ կգնա, կնկարի և կպարզաբանի, բայց դա կարա մեծ պրոբլեմ դառնա, ինչու։ Մենք ունենք մասնակի անանցանելիություն, ճիշտ է, կոլոնոսկոպիա անելուց առաջ ինչ պետք է անի հիվանդը, 3-ից 4 լիտր հատուկ հեղուկ պետք է խմի, դեղ պետք է խմի, որպեսզի աղիքը մաքրվի։ Իսկ մասնակի աղիքային անանցանելիության պացիենտին առանձնել աղիքում եղած հեղուկը կուտակվում է, աղիքային պարունակությունը չի գալի թափում։ Ինչ պետք է անենք։ Տանք այդքան հեղուկ այդ մարդը կգնի պրիստուպների մեջ, ցավերի մեջ, փսխումների, մի խոսքով չի կարա աղիքը մաքրի։ Մյուս տարբերակը, այսինքն հասկացանք, չէ, քանի որ աղիք մաքրելը պրոբլեմ է, այս պացիենտի մոտ առաջի հետազոտությունը, որ անհրաժեշտ է, դա կոլոնոսկոպիան չի, թեև առաջին հայացքից այդպես է թվում։ Ոչ, առաջի հետազոտությունը համակարգչային շերտագրությունն է, բայց մյուս եղանակը աղիները մաքրելու, որպեսզի հնարավոր լինի կոլոնոսկոպիա անել, դա կլիզման է, հոգնան է, այսինքն ուղարկում ենք, հոգնայով են աղիները մաքրում, ոչ թե վերևից 4-3 լիտր հեղուկ ենք տալի մաքրելով գա թափվի, այլ ներքևից այդ մի քանի լիտր հեղուկը ժամանակ առ ժամանակ տալով և մի քանի անգամ հոգնա անելով, ուրեմն աղիները մաքրում ենք և նայում են։ Բայց սա էլ ուրիշ պրոբլեմ ունի, այս մոտեցումը, ինչ պրոբլեմ ունի, նախ տեխնիկական խնդիրները, են սանիտարները, սանիտարկաները, մայրապետերը, ովքեր կարում են այդպիսի հոգնա անեն, նախ շատ քիչ են մնացել, սա մի անգամից ասեմ։ Ժամանակին այո ամեն հիվանդանոցում, ամեն բաժանմունքում էլ կային սանիտարկաներ, ովքեր կարողանում էին աղիքը լավ մաքրող հոգնաներ անել։ Ժամանակի ընթացքում, քանի որ հոգնայով աղիքը մաքրելը շատ ավելի հազվադեպ է կիրառվում որպես աղիները մաքրելու, նախապատրաստելու միջոց կոլոնոսկոպիայի համար։ Գնալով այս հմտությունն էլ կամ այս հմտությանը տիրապետող մայրապետերն էլ պակասում են, կադրային այսպես դեֆիցիտ ենք ունենում։ Եթե ձեզ թվում է, թե դուք տանը կարաք 2-3 կլիզմայով աղիք մաքրեք, մի անգամից ասեմ, հարգելի պացիենտներ եւ հարազատներ, թարգեք, դուք դա չեք կարողանեք։ Դա լուրջ վարպետություն պահանջող գործ է։ Եթե ձեզ թվում է կլիզման դա միած ստից գործ է, ով ելնի կանի, ես էլ կանեմ, չէ, չես կարող անես։ Ոչ դու կարաս անես, ոչ ես կարամ անեմ, ոչ էլ մենք բժիշկներս կարանք անենք։ Դա մայրապետերի հատուկ տեխնիկա պահանջող, հատուկ հմտություն պահանջող, ես հիմա մանրամասները չնշեմ այդ գործողության առանձին մի օր դրա մասին կխոսանք։ Այսինքն նույնիսկ եթե ուղարկենք կլիզմայով մաքրելու, նախ կադրային, չգիտենք, ուր է գնալու, ով է մաքրելու եւ այլ եւ այլ։ Կամ այդ բաժանմունքը, որտեղ գնում է կոլոնոսկոպիա, այնտեղ կա այդ մասնագետը, ովքեր այդպես լավ մաքրում են աղիքը։ Երկրորդ, եթե նույնիսկ աղիքը այդպես լավ մաքրեն,
Եթե նույնիսկ այտենց լավ մաքրեն։ Զոնդը գնաց լավ, հասավ ուռուցքին, կարող է դրանից այն կողմ անցնի։ Կարող է ուռուցքին մոտ այդ ուռուցքին հասնելուց այնպես աղիքը փակ, որ առաջ չի կարող անցնի։ Այս դեպքում էլի հետազոտություն լինում է թերի, կիսատ եւ այլ։ Մի խոսքով ամենալավ տարբերակը որն է, այս պացիենտին ուղարկել ԿՏ-ի համակարգչային շերտագրության, կոմպյուտերային շերտագրության, որը փորձառու մասնագետը եւ տեսնում է ուռուցքը, եւ դրա չափերը, եւ աղիքի վիճակը, եւ շրջակա ավշային հանգույցներում մետաստազի նշաններ կան թե չկան, եւ ստույգ կարողանում է ախտորոշի լյարդում մետաստազներ կան թե չկան, այսինքն եւ ոչ միայն լյարդում, մնացած օրգաններում նույնպես, ասենք կարանք թոքերներ, կրծքավանդակներ ներառենք հետազոտության մեջ եւ այլ։ Այսինքն ահռելի մեծ ինֆորմացիա առանց բզբզելու, այսպես ասած համակարգչային շերտագրությունը ներերակային կոնտրաստով մեզ տալիս է։ Առաջի հետազոտությունը դա է լինում։ Նայում ենք կոմպյուտերնի տոմոգրաֆիան ինչա տվել, նոր դրա վրա որոշում ենք հետագա գործողությունները, մասնավորապես կոլոնոսկոպիա անում ենք թե ոնց, եւ եթե անում ենք ինչ տեխնիկայով ենք աղիները նախապատրաստում կամ կոլոնոսկոպիայից ինչ ենք ակնկալում։ Այս էլ արդեն նոր երկրորդ հարց դնում ենք քննարկման։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ այնուամենայնիվ կոլոնոսկոպիան պետք է հյուսվածք ստանալու համար։ Դրա համար այսօր արդեն քանի պլանավորում ենք կոմպյուտերային տոմոգրաֆիան, նշանակում ենք հատուկ դիետա։ Մի բանջարեղենը բացառող, այնպիսի դիետա, որպեսզի սնունդը բլենդերած լինի, կամ լինի միայն պյուրեներով, կաշաների ձևով։ Ինչի, որպեսզի աղիները այլևս այդ նեղ ճեղքանման նեղացած լուսանցքից սնունդը չխցանվի, չմնա եւ դատարկվի։ Այսինքն միջև կգնա կոլոնոսկոպիան կանի, կոմպյուտերի տոմոգրաֆիան կանի, հետո կգա տվյալները կնայենք, այդ մի քանի օրվա մեջ արդեն իր դիետան փոխում ենք, մտքներումս պահելով, որ հələ այս աղիքը մենք պետք է նախապատրաստենք քննության։ Ինչի համար եմ այսքան մանրամասն նկարագրում։ Այն շինարարներ կան, չէ, որ ասում է շինարարությունը նախագծվում է մինչև կահույքը ներառյալ։ Այսինքն շինարարությունը այնպես են պլանավորում, որ հալա պատերը շարեցինք, հոսանքը, ջուրը, կանալիզացիան, հիմքը, միջև կահույքը, որտեղ ինչ կահույքա դրվելու։ Նույն ձև բժշկության մեջ, եթե դու պլանավորում ես մի հատ գործողություն, ոչ թե տենում ես այս պահին ինչ կա, հաջորդ քայլը ինչ պիտի արվի։ Դու պլանավորում ես բոլոր քայլերը, որոնք արվելու են, մինչև վիրահատություն եւ քիմիոթերապիա։ Մի խոսքով, այս պացիենտի մոտ Պացիենտս վիրահատվում է, ուղղագրում ենք վիրաբույժի, ստուգումներն անում ենք, ինչ տեսնում ենք հիմնականում, էսա կոմպյուտերի տոմոգրաֆիան լրացուցիչ վատ բաներ չի ասում, ասում է, որ մնացած տեղերում թե լյարդը, թե շրջակայքը համեմատաբար հանգիստ է, լյարդը ընդհանրապես հանգիստ է։ Վիրահատում են այս պացիենտին, քիմիոթերապիան անում են եւ պացիենտը այս ամբողջ խնդիրներից ազատված հիմա գտնվում է դինամիկ հսկողության մեջ։ Կարելի ասել դինամիկ, չէ, երբ թե դիսպանսեր հսկողության մեջ ժամանակ առ ժամանակ զգոնություն ենք ապահովում, այսինքն հենց ունենում է 1 րոպե, հենց ունենում է ցավ, կապ չունի այդ որովայնի ցավին։ Արագ դիմում է, նայում ենք, տեսնում ենք աղիները լավ են, վատ են, ոնց է ինչա։ Իր կոմպյուտերնի տոմոգրաֆիան տարին 1 թե 6 ամիսը մեկ սխեմայով անցնում է։ Առաջիկայում կոլոնոսկոպիան երևի թե կպլանավորենք իրականացնենք, ես չեմ իրականացնում, ուղեգրում ենք կամ իր ուռուցքաբանը կուղեգրի, ով որ վարում է պացիենտին, այսինքն դիսպանսեր հսկողության տակ է պահում։ Մի խոսքով, այս կինոն շատ լավ է ավարտվել, բոլորը երջանիկ են, բոլորը ուրախ են, ոչ ոք վերջնականապես չպարտվեց այս պայքարում, այս պայքարում բոլորը հաղթող են դուրս եկել։ Եվ վերջում մի կտոր, երբ որ ես ներկայացնում եմ աղիքային այս սոնոգրաֆիայի տվյալները, պացիենտներ կան եւ մարդիկ կան, որոնք գրում են, ասում են աղիքային սոնոգրաֆիա անում եք, թե չէ, ես աղիքային սոնոգրաֆիա չեմ անում, հարգելիներս, ես սովորական սոնոգրաֆիա եմ անում։ Պարզապես այդ սովորական սոնոգրաֆիա անելուց առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում աղիներին։ Եվ այս հաղորդումներով ես ցույց եմ տալի, թե ինչքան ինֆորմացիա կարելի է քամել սովորական որովայնի եւ կոնքի տրանսաբդոմինալ, այսինքն որովայնի կողմից այս դաչիկով արված սոնոգրաֆիայից։ Ես ներկայացնում եմ տվյալներ, որոնք դասական առումով սոնոգրաֆիայով հազվադեպ են բացահայտվում, հազվադեպ։
Բայց դրա համար հատկապես այս շրջանը, չգիտեմ ինչքան կտևի այս շրջանը, ես ցույց եմ տալիս աղիքային ախտաբանությունները, որոնք հանդիպում են սովորական սոնոգրաֆիայի ժամանակ։ Ընդհանրապես դա եմ ուզում ասեմ, բայց այդ սովորական սոնոգրաֆիայի ժամանակ աղիներ նայելը, դա մասնագիտական բոլորովին այլ հմտություն է, փորձառություն է։ Դա ամեն քայլափոխի չես հանդիպի մասնագետների, ովքեր սովորական սոնոգրաֆիայի ժամանակ ահռելի ինֆորմացիա են քաղում աղիներից։ Իսկ երբ որ սովորական թերապևտիկ ստուգման ժամանակ փորը այսպես սխմրտելու, այսպես ասած, փոխարեն դնում ես դաչիկը եւ դաչիկի տակ տեսնում ես, թե ինչ է կատարվում որովայնում, կրկնակի ավելի արդյունավետ է դառնում, թե ասենք կոնսուլտացիան, թե սոնոգրաֆիան որպես բժշկական մեթոդներ, միջոցներ ախտորոշման համար։ Ну, թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, առաջիկայում կհանդիպենք, հարցեր լինի, գրեք, խնդրում եմ կպատասխանեմ։ Միշտ նոր հանդիպում։